ու մենք հասանք այս կետին, եթե կհիշեք, ուրեմն ամբերքյան ստիպված պիտի փակեմ բացեմ նորից մեկ որ բացած լինում է մնում է այս բանը ֆայլը ինքը էլ չի հասկանում նորից պիտի բացես փակես Ձեր մոտ արդեն ոնց որ պիտի երևաց թե դեռ սև է բացեց լավ արդեն չէ հա երևաց մաս հավատամքը շատ լավ սա մենք անցել ենք ուրեմն մենք հասանք Աստվածաշնչին ինչն է մարդուն տարբերում Աստծուց ստեղծած բոլոր Աստվածաշնչի ներողություն մարդու արարումը ստեղծած բոլոր արարածներից ասենք որ մարդը Աստված միայն մարդուն է ստեղծել իր նմանությամբ առանձնահատուկ ձևով այսինքն ասեցինք որ այս ձևակերպները մի քիչ ավելի պարզ են հա ասեցինք որ մարդը օժտված է բանականությամբ դուք պատասխանեցիք այդ հարցին բանականությամբ ունի հոգի որ սկիզբ ունի բայց չունի վերջ հավիտենական կյանքով օժտված հոգի անմահ այդպես ասենք բայց ունի սկիզբ քանի որ Աստված է ստեղծել մարդկային հոգին եւ ունի այն կարողությունները սիրելու ներելու նաեւ վերացական абստրակտ մտածողության կարողությունը որ կենդանիները չունեն եւ ունի ազատ կամք այս կարևոր մասերն են որ մեզ տարբերում են կենդանական մնացած աշխարհից գիտեք այս բաները մեզ համար թվում են շատ բնական ինչով մենք խոսում ենք բայց կարևոր է դրանք հստակեցնել որովհետեւ միշտ եղել են մանավանդ 20-րդ դարում տեսություններ այսօր էլ կան որոնք որ փորձում են հավասարության նշան դնել մարդու եւ կենդանական ամբողջ աշխարհի միջև իսկ ասում են թե կենդանները զգացմունքներ ունեն կենդանները մտածում են մանավանդ կենդանասերները գրեթե հավասարության նշան են դնում հեսա բաներ են որոնք որ մենք կարողանանք հստակ բացատրել թե ինչու ենք մտածում որ մարդը իսկապես տարբեր է կենդանական աշխարհից անաստվածները նրանք ովքեր որ սխալ են հասկանում Դարվինի տեսությունը միշտ կարողանանք ճիշտ ու հստակ պատասխաններ տալ Դարվինն էլ հետո մեղանչեց չէ Դարվինը մեղանչեց իր տեսության համար հետո ներողություն խնդրեց Աստծուց Գիտեք ինչքան որ ես եմ ուսումնասիրել իրականության մեջ ինքը երբեք չի ասել որ Աստված գոյություն չունի այո ինքը որպես վարկած է դա այդ իր տեսությունը վարկած է եղել ընդամենը եւ ամբողջ իր կյանքի տեսությունն է եւ իրականության մեջ եկեղեցին չի մերժում այդ տեսությունը միայն մեկ պայմանով որ այսօրվա մեկնաբանները կամ Դարվինի դպրոցի ասենք ներկայացուցիչները չմերժեն Աստծո գոյությունը ինքը Դարվինը շատ հստակ խոսքեր ունի ասում է որ այսպիսի աշխարհը հիմա այս բառացի չեմ հիշում ես կարող եմ հետո ցույց տալ այսպիսի աշխարհը որ ունի հստակ ուրեմն զարգացում իր մեջ դինամիկա ունի չէր կարող ի սկզբանե չունենալ մի սկզբնապատճառ մեկը որ այս ամեն ինչին սկիզբ է տվել Վերջո ինքը տեսակների ուսումնասիրությամբ էր զբաղված այսինքն կենդանական տեսակների զարգացումը որը հանգեցրել է մարդկային կյանքին միաժամանակ պահպանելով կենդանական մյուս տեսակները բայց ինքը ասում է հստակ որ այս ամենը պետք է որ ունենային մի հստակ սկիզբ պատճառ մեկը որ սկիզբ է դրել ինքը չի մերժել իրականության մեջ իր հետևորդներն են որ մանավանդ ոչ թե իր հետևորդներ այլ սոցիալիզմի ներկայացուցիչները աթեիզմի ներկայացուցիչները եւ իր տեսությունից վերցրել ինչ որ ինձ պետք է եւ հերքելու համար արարչագործության տեսությունը որ կոչվում է կրեացիոնիզմ արարչագործության տեսությունը այսինքն սուրբ գիրքը հերքելու համար վերցրել են Դարվինի տեսությունը որ ժամանակի ամենա
զարգացած մոդեռն տեսությունն է եղել, դրա հիման վրա մերժել են կրեացիոնիզմը։ Նույնը վերցրել են օրինակ Լեմետրի, բելգիացի ֆիզիկ մաթեմատիկոս Լեմետրի, որը հոգևորական էր, կաթողիկ է, հոգևորական, իր տեսությունը նախածին ատոմի ընդարձակման մասին տեսությունը, որ 1931-ին է ինքը գրել, վերցրել են աթեիստները, անունը դրել են մեծ պայթյուն, Big Bang, եւ հակադրել են Աստվածաշնչին, աշխարհի արարչագործության մասին տեսությանը։ Ինչպես կարող էր այդ տեսության հեղինակը, որ հոգևորական է, ասել մի բան, գրել մի տեսություն, որը հակասեր իր եկեղեցուն։ Վերցրել այն, ինչ որ ինձ պետք է։ Եթե նույն սցենարով նաև աշխատել են Դարվինի տեսության հետ։ Հա, ուրեմն Աստվածաշնչում ասվում է, եւ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, արու եւ էգ ստեղծեց նրանց, ծննդոցի։ Ուրեմն մարդու արարչագործության մասին երկու պատմություն կա Աստվածաշնչում։ Տեսեք, մեկը ծննդոց առաջին գլուխը, մյուսը ծննդոց երկրորդ։ Եթե ուշադիր եղել եք, նույն բանի մասին տարբեր շարադրանք կա։ Առաջին գլխում ասում է մարդուն ստեղծեց իր պատկերով, արու եւ էգ ստեղծեց նրանց, միանգամից խոսում է եւ տղամարդու եւ կնոջ ստեղծման մասին, իսկ երկրորդի մեջ Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց եւ մարդը եղավ կենդանի էակ, սկզբից Ադամին է ստեղծում, որ նշանակում է նույն մարդ, եբրայերեն, եւ հետո միայն ստեղծում է կնոջը։ Մի քիչ պատմությունները տարբեր են, բայց սա հակասություն չի ստեղծում, սա հիմա սրա մեջ չեմ ուզում մանրամասն խորանալ, սա երկու այսպես կոչված ավանդությունների միաձուլման արդյունք է, այսինքն գոյություն ունեցել մարդու ստեղծման եւ աշխարհի ստեղծման մասին երկու ավանդություն, երկուսն են ներշնչված Աստծուց, եւ երկուսը հեղինակը փորձել այս երկու ավանդությունները միաձուլել եւ դնել նույն գրքի մեջ, ընդհանրապես ծննդոցի մեջ ոչ միայն երկու, այլ նաեւ ամբողջ Հնգամատյանի առաջին 5 գրքերի մեջ այսպիսի 4 ավանդությունների կամ ավանդական պատումների միաձուլում կա եւ հեղինակները շատ հստակ սրանք զատորոշել են։ Ու երկու պատմություն են, որոնք խոսում են նույն բանի մասին։ Մարդը ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ եւ ստեղծվել է սերերի տարբերությամբ։ Լավ, եկեք այս մասին անցած անգամ խոսեցինք, առաջ անցնենք, շատ չկանգ առնենք, հա։ Ինչու եմ ես ապրում այս աշխարհում, այս հարցը։ Եկեք ես մեծացնեմ, որ պատասխանները չտեսնեք։ Տեսնենք կարող ենք, Ինչու եմ ես ապրում այս աշխարհում։ Նպատակը, սա ավելի հարցադրումը վերաբերում է նպատակին, ինչ անելու համար։ Այս հարցը մի հարց է, որ ոչ միայն երեխաները, այլև մեծերը մինչև հիմա տալիս են իրենց։ Ինչ կարելի է պատասխանել այս հարցադրմանը։ Երևի Աստծո գործը շարունակելու։ Գործը շարունակ։ Ինչ նկատի ունեք շարունակել ասելով։ Արարում, մարդն էլ է արարում, չէ, մարդուց մարդ է ծնվում, մարդը գիտությունն է ճանաչելի դարձնում, մարդը ուսուցանում է, բժշկում է, Աստծո բոլոր հատկությունները բաշխվում է կարծես թե մարդկանց մեջ եւ մարդիկ էլ մի փոքր իրենց կարողությունների չափով ձգտում են Աստծո ճանապարհով ընթանալ։ Նմանվել նմանություն Աստծուն, շատ իրականում շատ լավ պատասխան է սա, նմանվել Աստծուն արարելու մեջ, բարիք ստեղծելու մեջ եւ ինչարոց կյանք ստեղծելն է, որ ասեցիք, եւս մարդը ոչ թե մարդն է ստեղծում այդ կյանքը, Աստված է ստեղծում, բայց միջոցով է մասնակցում է, այո, մասնակցում է Աստվածային արարչագործությանը, մարդն էլ է։ Եվ նաեւ միջոց է դառնում, գուցե միջոց է դառնում արարման համար։ Միջոց, այո։ Միջոց ճանապարհ, այդպես ասենք։ Միջոց, հա, բայց կան բաներ, որ մարդն ինքն է ստեղծում, ասենք օրինակ մշակույթի քաղաքակրթության են գործիքները, արգասիքները, ինչ որ մարդուն է, դա ինքն է ստեղծում, բայց անշուշտ հումքը վերցնում է Աստծո տված արարչագործությունից։ Թերևս չկա մի բան, որ զրոյից մարդը ստեղծում է գուցե Աստծո շնորհով։ Աստված շնորհ է տվել ստեղծելու, դրա համար կարողանում ենք ստեղծել։ Չէ՞։ Բայց սա ճիշտ է ինչ որ ասում եք, ես համամիտ եմ, բայց այս հարցը ավելի
անհատական կյանքի ծրագրին է վերաբերում, հա, որպեսզի մեզ ստիպի, եւ եթե երեխաների հետ ենք աշխատում, ստիպի մտածել, թե իրենց դերն ինչ է այս կյանքում, ինչի համար են իրենք ծնվել, որն է նպատակը։ Սա մի ֆունդամենտալ հիմնարար հարց է, որին այսպես պատասխան, ահա, ասեք, ըստ ինձ յուրաքանչյուրս ծնվել ենք այս աշխարհում, որովհետև յուրաքանչյուրս իր առաքելություն ունի աշխարհում։ Այսինքն յուրաքանչյուրս իր դերը ունի աշխարհի մեջ։ Ինչպես իմանալ այդ դերը առաքելությունը։ Երևի Աստծո օգնությամբ մեր կոչումը գտնելու համար։ Երևի ժամանակի ընթացքում Աստված բոլորին էլ իրեն ճանապարհը ցույց է տալիս եւ մարդիկ քայլում են այդ ճանապարհով։ Ես չի ասի բոլորին, բայց նրանք ովքեր ուզում են Աստծուց իմանալ, հոգևոր մարդկանց երևի, նրանք ովքեր քիչ թե շատ դե կապ է պետք Աստծո հետ, մտերմություն է պետք, այո, ովքեր մտերիմ են Աստծո հետ, հասկանում են մաքսիմալ առավելագույն չափով այն ծրագիրը, որ ունի Աստված յուրաքանչյուրի համար։ Մեր ամբողջ մարդկային պատմության ողբերգություններից մեկը հենց այդ է, որ մարդը ուզում է միշտ ապրել սեփական ծրագրով, առանց երբևէ ճանաչելու Աստծո։ Հայ Հովսեփ ջան, ես գիտեմ, ես այսպես եմ մտածում, որ բոլորին է Աստված իր ձեռքը մեկնում եւ բոլորին է շնորհ տալիս ճիշտ ապրելու, բայց ոմանք բռնում են այդ ձեռքը եւ զգում են այդ ներկայությունը, ոմանք էլ ոչ։ Տերը մի հրաշալի եւ հատուկ ծրագիր ունի հենց ինձ համար։ Սա շատ կարեւոր է, որ մենք հասկանանք Աստծո ծրագրի եզակի ունիկալ լինելը, բացառիկ լինելը հենց մեզ, հենց ինձ համար։ Յուրաքանչյուրիս համար Աստված ունի մի ունիկալ ծրագիր։ Ես ստեղծված եմ լինելու մեկը կամ անելու մի բան, որի համար չի ստեղծվել ուրիշ ոչ ոք։ Մասնապարտեզի որ ինչ որ մի մեծ բան լինի։ Կներեք, դա մի բան, որը միայն ես կարող եմ։ Չի, ինձ Աստված տվել է որոշակի կարողություն, եթե ես դա չօգտագործեմ, Աստված ինձնից հաշիվ կպահանջի, որովհետև իր տվածը ես չեմ զարգացնում, ես չեմ օգտագործում, ինչպես որ այն գումարը, որ տալիս էր դահեկանները, որ մեկը բազմացնում էր 10 էր դարձնում, մեկը կրկնակի էր դարձնում, մեկն էլ 10 վնասների առակն էլ կա, անիրավ տնտեսի առակն էլ է սրա մասին խոսում։ Այսինքն դա նաև մեզ չի վերաբերվում յուրաքանչյուրիս, որովհետև բոլորիս էլ շնորհ է տալիս, եթե դա չի բարին չեն գործածում, ուրեմն հաշիվ ունենք տալու։ Հաշիվ պիտի տանք։ Շատ լավ, ուրեմն եկեք պայմանավորվենք, որ Տիկին Սանա ջան, հիմնական պատասխանները հարցերից հետո բանալեք դուք, որ մենք այս պատասխանները նայենք, ինքը պատասխանը այսպես մնա, էլի իր տեսքով, հարցադրողներին բոլորի կարծիքները կլսենք։ Շնորհակալություն։ Ուրեմն ես մի տեղ ունեմ Աստծո խորհուրդների մեջ, Աստծո աշխարհում, որը չունի ուրիշ ոչ ոք։ Չի նշանակում, որ ես շատ լավն եմ, բայց ես եմ, հա, այսպես ասենք, ես Աստված ինձ ստեղծել է ուրույն ձևով, եզակի ձևով։ Ոնց որ պատկերացրեք դաշտի ծաղիկները, ոչ մեկը նույնական չէ մյուսի հետ, նման են իրար, ասենք նույն սերի, նույն տեսակի ծաղիկներ, բայց ոչ մեկը նույնական չէ ուրիշի հետ, սա մեկ։ Հետո տեսակներն են տարբեր, եւ առավելևս մարդը, եթե կան երկվորյակներ, բայց իրենք նույնական չեն ամբողջովին, նրանք տարբեր անհատներ են։ Հարուստ լինեմ թե աղքատ, մարդկանց կողմից արհամարված կամ հարգված, Աստված ճանաչում է ինձ եւ կանչում է ինձ իմ անունով։ Սա էլ կարեւոր է, որ մենք հասկանանք եւ մենք եւ նաեւ մանավանդ երեխաները, որ Աստված կենթանի ձևով ճանաչում է ինձ եւ իմ անունով, իմ պատմությամբ, անձնական պատմությամբ, իմ նաեւ ապագայով, իմ ներկայով։ Գիտեք, այս կապը հաստատելը կարևոր է Աստուծո հետ։ Հաճախ մեզ թվում է, թե Աստված մեզ ստեղծել, այո, բայց ինքը չի խառնում մեր կյանքին, ինքը հերվից մեզ դիտում է, ուղղակի դիտորդի դերում։ Հա, Սա ճիշտ չէ, այսպես մտածել։ Աստված յուրաքանչյուրիս հետ է, ճանաչում է եւ
յուրաքանչյուրիս համար ուղարկել է մի պահապան հրեշտակ, որ մեզ առաջնորդում է Աստծո ծրագրի համաձայն։ Այլ հարց է, որ մենք մեր սեփական ծրագրին ենք ուզում կազմել, որը հաճախ չի համընկնում Աստծո ծրագրի հետ։ Այս խոսքերը ասել է իրանցի Ջոն Հենրի Նյումանը, սա կարդինալ է, շատ նշանավոր մի փիլիսոփա մտածող հոգեորական է կաթողիկ է։ Լավ, մյուսին հանցնենք, ինչու ենք Աստծուն անվանում հայր։ Պարզ հարց է իրականության։ Հիմա խնդրեմ ձեր պատասխանները տվեք։ Որովհետև ինքն է մեզ բոլորի ստեղծել։ Դեպքում կարող ենք ասել արարիչ։ Աստծուն հայր ենք անվանում, որովհետև Քրիստոսը մեզ այդ սովորեցրեց եւ մկրտությամբ մենք բոլորս որդեգրվեցինք նրան։ Շատ լավ պատասխան է, Քրիստոս մեզ դա սովորեցրեց, այո, այլապես մենք չենք իմանա, որ Աստծուն կարելի է հայր կոչել։ Ճիշտ է։ Մկրտությամբ որդեգրվում ենք։ Հայրության ընդհանրապես քրիստոնեության մեջ հայրության միտքը գաղափարը մենք Քրիստոսով ստացանք։ Իրականության մեջ 5 տակարան երբ որ նայում ենք, կա Աստծուն հայր անվանում են մարգարեները, նաև թագավորները, բայց իրական հայրությունը որդու միջոցով ենք սովորում, Քրիստոսի միջոցով։ Ուրիշ պատասխաններ։ Միշտ ողորմած է։ Աստված ողորմած է, ահա։ Լավ, շատ լավ։ Որովհետև Հիսուսն է մեզ դա սովորեցրել, հայր մեր աղոթքում, շատ հստակ։ Մենք Աստծուն հայր ենք անվանում, որովհետև մկրտության միջոցով դառնում ենք իր զավակները։ Կարինեի պատասխանն է ճիշտ։ Եվ մեկ բան էլ կուզեմ ավելացնել, որ այս հարաբերությունը հայր եւ որդի ի սկզբանե, երբ որ մենք կարդում ենք 5 տակարանի մեջ, Աստված դա հաստատում է ուխտ կնքելով իր ժողովրդի հետ։ Ասում է դուք կլինեք ինձ համար ժողովուրդ եւ ես ձեզ համար կլինեմ Աստված, հետո էլ ասում է Իսրայելը իմ որդին է, իմ անդրանիկ որդին է, առաջնածինը, որը շատ ավելի մեծ պատիվ ուներ, այսինքն հրեական ընկալմամբ եւ ժողովրդի ընկալման մեջ էլ, քան թե մյուսները, մյուս զավակները։ Ուրեմն հայր-որդի հարաբերությունը կամ այս ընտանեկան հարաբերությունը Աստված միշտ փորձել է հաստատել կնքել ուխտի միջոցով, որը ենթադրում է երկուստեք հավատարմություն։ Այս ուխտի հարաբերությունն է, որ Աստված միշտ ուզել է զարգացնել իր զավակների հետ եւ վերջնական ձևով այս ուխտի իմաստը հայտնեց Քրիստոսին ուղարկելով աշխարհ, որ եղավ մեզ համար անդրանիկ զավակ, ներողություն, անդրանիկ եղբայր, երբ որ մենք մկրտվում ենք, մենք դառնում ենք Քրիստոսի համար քույր կամ եղբայր եւ ըստ այդմ որդեգրվում ենք հորը եւ մտնում ենք Քրիստոսի հետ միասին Սուրբ Երրորդության հայր-որդի հարաբերությունների մեջ, համատեքստում ենք մտնում։ Քրիստոսը մեզ կարծես գրկում է եւ տանում է, ներմուծում է, եթե կարող ենք ասել, իր հոր հետ երրորդութենական հարաբերության մեջ, աստվածային կյանքի այդ հարաբերության մեջ է մտցնում։ Ընդհանրապես ամբողջ համայնքը, հասարակությունը կոչված է Աստուծո հետ հաստատել հայր-որդի հարաբերություններ։ Սա շատ կարևոր ընկալում է քրիստոնեության մեջ, որտեղ Աստծո հետ հարաբերությունը ջերմացնում է, մտցնում է ընտանեկան մթնոլորտի մեջ, ընտանեկան տրամաբանության մեջ։ Սա այնքան կարևոր է, որ իրականության մեջ ուրիշ կրոնների մեջ մենք չենք գտնի այսպիսի գաղափար, այն էլ գործնական կիրառում։ Աստված շարունակում է հոգ տանել արդյոք մարդկանց եւ աշխարհի մասին։ Ամեն վայրկյան։ Ամեն վայրկյան։ Ինչպես։ Կյանքը Աստծով է։ Կյանք ասելով մեր մարդկային կյանքը նկատի ունեք։ Ամեն ինչը։ Ամեն ինչի շարժման մեջ տնող, ամեն ինչի մեջ գործողը Աստված է, որքանով գիտեմ ավետարանի մեջ ասում է Քրիստոսը, որ իմ հայրը ամեն օր է գործում եւ ես եմ գործում։ Հայրս մինչև հիմա գործում է, ես եւս գործում եմ, ասում այո։ Շաբաթօրն է դա տեղի ունենում, իրան մեղադրում են, որ շաբաթօրով մարդ է բուժում եւ ինքը այս խոսքերը ասաց։
Այո, ինչպես է շարունակում արարչագործությունը։ Մարդկանց կյանքի ծնունդով, ճիշտ է։ Ահա։ Էլ ինչպես է հոգ տանում Աստված։ Պահում է ամբողջ տիեզերքի գոյությունը, այսպես ասենք, հա։ Ի սկզբանե Աստված Կարծեմ Եսայի մարգարի մոտ է, որ ասում է ես քեզ իմ ափի վրա եմ պահում։ Իսկ մենք որ եթե մեզ ասենք թեկուզ երեխեքին սովորեցնելիս կարող ենք ասել, որ գրքի մեջ գրված է, որ քեզ հատուկ քեզ իր ափի մեջ է պահում Աստված։ Շատ լավ։ Եվ Սամոսներում նաև ունենք մի գեղեցիկ տող, չէ, որը Սատանան նույնիսկ մեջ բերեց Հիսուսին փորձելիս անապատում։ Հիշում եք, որ խոսքի մասին է խոսքը, որ տողերի։ Ангелом своим заповедает о тебе, да? Хранить своих. Не приткнешься о камень. Ну, живущий под кровом Всевышнего, под тенью всемогущего покоится. Այսինքն հրեշտակներին հրամայված է քեզ համար, որ իրենց ձեռքերի վրա քեզ կպահեն եւ որպեսզի ոտքդ քարին չդիպչի, այդպես է ասում։ Նույնիսկ Սատանան ուրեմն մեջբերում է Աստվածաշնչից, տեսնում եք, բայց Հիսուս ասում է, գրված է քո Տեր Աստծուն չպետք է փորձես։ Այսինքն նրանով հավատում է Աստծուն, նվիրյալ է արդար, Աստված հոգ է տանում, իր հրեշտակների միջոցով է հոգ տանում։ Սա Աստծո կատարությունն է։ Եվ նաև Աստվածային նախախնամությունը, չէ՞, այդ բառը նախախնամություն, նախապես խնամք տանելը, բայց այդ նախախնամությունը շարունակվում է։ Օրինաչափությունը, որով աշխարհը ստեղծված է, ֆիզիկայի, մաթեմատիկայի օրենքները, այդ բոլորը Աստծո շարունակական հոգատարության արտահայտությունն է։ Հայր Աստված ոչ մի ակնթարթ չի դադարում հոգ տանել իր ստեղծած աշխարհի մասին։ Ամեն վարքյան Աստված հոգ է տանում աշխարհի մասին, ամենափոքր մրջունից մինչև ամենաընթարցակ աստղային համաստեղությունները, ոչինչ եւ ոչ մի մարդ չի կարող գոյություն ունենալ առանց Աստծո։ Արդյոք Աստված առաջնորդում է իմ կյանքը։ Այո, մշտապես։ Մշտապես ամեն վարքյան։ Ինչպես։ Դե Աստված նույնիսկ եթե չափազանցություն չի մեր մազերի թիվը գիտի, մեր մտքերը գիտի, մեր ապրումները գիտի, մեր մտածումները գիտի, մեր պետքերը, կարիքները գիտի եւ ըստ այդմ էլ մեզ առաջնորդում է։ Շնորհակալություն։ Համաձայն եք Աստված մեզ առաջնորդում է իր պատվիրաններով եւ խրատներով եւ խոսքով, բայց նա ամեն անգամ չի միջամտում մեր կյանքի մեջ։ Այո, ինչքան էլ փորձության մեջ մտնենք, նա մեր կողքին է եւ փորձում է արվակի ջուրը բանալ, որ ճիշտ ճանապարհով գնա։ Այդքանով է միջամտում, որքանով ես եմ հասկացել։ Այո, ես համաձայն եմ, խոսքն էլ, խոսքը եւ պատվիրանները Աստծո առաջնորդության շատ հստակ սուրբ գրային փաստ է դա։ Եվ նաեւ ինչ որ տիկին Սանան ասաց եւս ճշմարիտ է, ուրիշ։ Եվ բացի դա նաեւ Աստված մեզի ազատ ընտրություն է տվել ու ինչքան որ նա մեզ առաջնորդում է, հա, բոլոր հավատացյալներին ու քրիստոնյաներին առաջնորդում է, բայց ոչ բոլորն են իր հետևից գնում։ Գնում են մարդիկ, ովքեր որ ծանոթ են իր խոսքին ու ինչ չափով Աստծո խոսքը կատարում են։ Շատ կարևոր է մարդու ցանկությունը, որ Աստված իրեն առաջնորդի, սա շատ կարևոր է։ Այսօր ավետարանական այսօրվա հատվածը միտքս եկավ երկու կույրերի բուժումը Հիսուսի կողմից, ասում է դուք իսկապես հավատում եք, ասում է, որ ես կարող եմ այդ բանը ձեզ անել, այսինքն բացել ձեր տեսողությունը։ Շատ կարևոր է մեր հավատքը եւ խոնարհությունը, ոնց որ երեխային հայր ուզենա առաջնորդել, պատկերացրեք, հա, ասի ձերքը տուր, այստեղ քարքարոտ է, կարող է ընկնես, եթե վազես, ասի չէ, ես ինքնուրույն եմ ուզում վազել, եւ վազում է ու ոտքը քարին կպնում է։ Նույնն է, երեխան պիտի ձեռքը տա որը։ Մենք պետք է ուզենանք, որ Աստված մեզ առաջնորդի։ Մի լրացում անեմ։
եթե կարելի է մի լրացում անեմ ձեր ասածին, հենց ավետարանի մեջ շատ անգամ նշվում է, որ քո հավատը քեզ փրկեց։ Հիսուսը ասում է իրենից օգնություն խնդրող ժողովրդին, որ հենց քո հավատը քեզ փրկեց։ Ու հենց ավետարանը, այսինքն Սուրբ Գիրքը եւս կարելի է համարել որպես առաջնորդող մի մասնիկ, էլի, Աստծո կողմից։ Աստծո խոսքն է դա, անշուշտ, Աստծո կենթանի խոսքն է, որ այսօր Աստված մեզ հետ խոսում է այդպես, հաճախ ասում են Աստված լուր է, ես Աստծո ձայնը չեմ լսում, ուզում են այսպես մեդիտացիոն վարժություններ անել, հա, չգիտեմ, որ Աստծո ձայնը իրենց մեջ լսեն, հասկանում, շատ պարզ է, Աստված խոսում է մեզ հետ իր սուրբ գրքի միջոցով, իր եկեղեցու միջոցով, այո, կարող են ինչ-որ մի բան ասել նաև մեր ներքին ձայնի միջոցով, սա էլ հնարավոր է, նույնիսկ երազի միջոցով, այո, բայց առաջնայինը մնում է Աստծո խոսքը գրված Աստվածաշնչում եւ փոխանցված եկեղեցում։ Ինչքան մենք կարդում ենք նույն մասը կարդած Աստվածաշնչի ամեն տարի եկեղեցին, գիտեք, ամեն օրվա համար ունի նույն ընթերցումները։ Բայց ամեն տարի մի ավելի բան կարող ես հասկանալ, եթե տրամադիր ես հասկանալ։ Մարդու փոխվում է մարդու հասակը, փոխվում է մարդու ընկալումը, փոխվում է մարդու գիտելիքների սահմանը, ըստ այդմ էլ ավելին ես հասկանում, քան մինչ այդ հասկացել եմ։ Շատ լավ։ Աստված եկեղեցու միջոցով առաջնորդում է, այսինքն պատարագներին մասնակցելու, աղոթք կանելու միջոցով է առաջնորդում եւ նշեմ, որ Աստված Հիսուս որ ասում է, ես չեմ եկել աշտարներին եւ առողջների համար, այլ եկել եմ աղքատների եւ հիվանդների եւ մեղավորների համար։ Հիվանդների եւ մեղավորների, ասում առողջներին բժիշկ պետք չէ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես պատասխանել ձեզ օգնելու համար, այո, Աստված մեզ ցույց է տալիս ճանապարհը եւ օգնում է առաջ ընթանալ։ Բայց Աստված քեզ չի կառավարում ռոբոտի նման։ Աստված քեզ տվել է ազատություն, որպեսզի կարողանաս ինքնուրույն ընտրել այն, ինչ բարի է եւ կարող է երջանկացնել քեզ իսկապես։ Եվ Աստված քեզ օգնում է ճիշտ ընտրություն կատարել իր հայտնած խոսքով, այսինքն Աստվածաշնչով, քո խղճի միջոցով, ուրիշ մարդկանց միջոցով եւ ցավալի փորձառությունների մեջ։ Այսինքն ուրիշ մարդկանց միջոցով նկատի ունի, օրինակ եկեղեցիականները, սրբերը, նրանք ովքեր ավելի մեզանից տարբեր եւ ավելի հարուստ հոգեվոր հարուստ ճանապարհ են անցել եւ ցավալի փորձառություններն են, սրանք էլ կարեւոր են, այսինքն ցավի մեջ, դժվարության մեջ մենք շատ բան ենք սովորում։ Մենք շատ բան ենք սովորում։ Նա մենք երբեք չենք հասկանա, թե ինչ է նշանակում կատարյալ սերը կամ քրիստոնեական սերը, եթե մեր աչքի առաջ չունենային Քրիստոսի խաչը եւ չարչարանքները։ Սա ցավոտ փորձառություն է կամ մեր հիվանդությունները, մեր նաեւ մեղքի հետևանքները։ Երբեք չպիտի իմանանք, թե ինչ է Աստծո սերը, ողորմությունը, եթե խոստովանության միջով զղջման ճանապարհով, ապաշխարության ճանապարհով չանցնենք։ Շատերը այսօր հեռու են խոստովանությունից, ինչու՞։ Որովհետև Աստծո ողորմությունը սերը չեն, կենթանի ներկայությունը չեն հասկանում իրենց կյանքում, որովհետև այդ զղջման, ապաշխարության, ցավոտ այդ փորձառության միջով չեն անցել երբևէ։ Սա շատ կարևոր է, ասում եմ, ում որ շատ ներվում է, նա էլ շատ սիրում է։ Սերը չենք հասկանա առանց ցավոտ փորձառության։ Կներեք, հարց խոստովանության վերաբերյալ կարելի է։ Իհարկե։ Ես մեկ այսպես եմ մտածում, իմ եւ Աստծո միջև միջնորդ անպայման պետք է։ Խոստովանում եմ ես, խոստովանում եմ Աստծուն, չի լինում այդպես։ Հիսուս ինքը ավետարանի մեջ ասում է Հովհաննեսի ավետարանում, երբ որ Սուրբ Հոգին տալիս է հարություն առնելուց հետո աշակերտներին երևում է վերնատան, ասում է խաղաղություն ձեզ եւ ասում է փչեց, ասաց առեք Սուրբ Հոգին, ում մեղքերը որ ներեք, ներված կլինի, ում որ չներեք, ներված չի լինի։ Հետո Պետրոս առաքյալին Մատթեոս 16-րդ գլխում ասում է. Քեզ եմ տալիս երկնքի արքայության բանալիներ, ինչ որ այստեղ կապված կլինի երկնքում, ինչ որ արձակես, արձակված կլինի երկնքում։
Հակոբոս առաքյալը իր նամակում ասում է, որ միմյանց խոստովանեցեք ձեր մեղքերը եւ աղոթք արեք միմյանց համար։ Այսինքն եւ ի սկզբանե եկեղեցու սրբազան ավանդության մեջ սա ընդհանրական եկեղեցու մասին եմ ես խոսում, դարեր շարունակ առաջին դարերից այս խոստովանությունը հենց իմ ասած խոսքերի վրա հիմնվելով շարունակ փոխանցվել է եւ քահանաներին Հիսուսի կողմից տրվել է պարտականություն, ոչ թե իշխանություն բանացնելու համար, պարտականություն լսելու մարդկանց մեղքերը, աղոթելու նրանց համար, դա հատուկ, դա գիտեք 7 խորհուրդներից մեկն է ապաշխարության, խոստովանության խորհուրդ։ Նշանակում է դրանով փոխանցում է ոչ թե հակադրություն է, այլ լրացում է ձեր ասածին, ասեմ ինչու, որովհետև շատ տեղերում եկեղեցիներ չկան, հոգևորականներ չկան, գյուղեր կան, որ մարդը չի կարող ինքը Աստծուն խոստովանել։ Եթե չկա հոգևորական, սա ուրիշ բան։ Աստծո համար հո այդ մարդիկ բոլորը մեղավոր չեն մնալու, հո Աստված բոլորին հավասար աչքով է նայում, չէ՞, Աստված Տիկին Սանա, տեսեք, եկեք ավելի կոնկրետ նայենք, էլի։ Օրինակ Հայաստանում այսօր 90-ականներից սկսած չկա մի համայնք, նույնիսկ եթե հոգևորականը միշտ չի գնում, որ մարդիկ չկարողանան երբ ուզենան հոգևորականի հետ շփվել։ Թեկուզ լինի իրանց գյուղում, լինի հարևան գյուղում։ Չկա իրականության մեջ այդպիսի մի համայնք։ Եթե շատ ուզենան, օրինակ մեր կաթողիկ եկեղեցու կանոններով խոստովանությունը անհրաժեշտ կանոն է, պայման է, նվազագույնը տարվա մեջ 1 անգամ։ Պատկերացնում եք, 1 անգամ տարվա մեջ։ 1 անգամը հասկանալի է։ Ուրեմն, եթե ուզենան, գիտեք, կարևորությունը պետք է մարդիկ պատկերացնեն։ Շատ մակերեսային երկրորդական բաների մասին մտածում, քանանը չպետք է իմանա իմ գաղտնիքները, քանան ով է որ ես իր մոտ խոստովանեմ։ Քանան Աստծո ծառան է, որ կոչված է քեզ համար աղոթելու, եւ գիտեք, ովքեր որ այդ փորձառությունը ունեն խոստովանության, սա հոգեբանորեն էլ, այսինքն մի այնպիսի դա հնարավորություն է, որ դու չես կարող ունենալ օրինակ, երբ որ առանձին ես աղոթում։ Առաջին հերթին մի քանի բան ասեմ, մենք կհասնենք խոստովանության։ Առաջինը քանան օգնում է հասկանալ, թե ինչն է իրականում մեղք քո կյանքում։ Սա ամենակարևոր բանն է, որտեղ շատերը չեն հասկանում։ Երկրորդը, քահանան քեզ օգնում է եւ տալիս է որոշակի խորհուրդներ, թե ինչպես այդ մեղքերը չգործես։ Եվ երրորդը, հատուցելու համար, հատուցում կատարելու համար մեղքերի դիմաց որոշակի գործողություններ են նշանակում, խնդրում, որը դու պարտավորված ես զգում անելու։ Դա հիմնականում աղոթքներ են լինում դա։ Սրանք շատ կարևոր են եւ հետո երբ որ բարձրաձայն մարդը մեղքը խոստովանում է, խոսում է այդ մասին, սա նաեւ թերապևտիկ նշանակություն ունի, եթե հոգեվորի մասին էլ չխոսենք, որ բարձրաձայնում ես դուրս է գալիս քեզանից դա։ Այդ պահին օգնում է ավելի խորությամբ դա վերլուծել, հասկանալ, ել չասեմ, որ ամենակարևոր բանը խոստովանության ժամանակ քահանայի արձակման աղոթքի եւ մարդու զղջման միջոցով ամենակարևորը այստեղ զղջումն է։ Մարդուն փոխանցվում է գերբնական աստվածային զորություն, շնորհ։ Դրա համար խոստովանությունը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Մենք հիմա կհասնենք խորհուրդներին, այսինքն խորհուրդ հիշեցնեմ նշանակում է գործողություն, տեսանելի կամ լսելի գործողություն, օրինակ մեղքերը խոստովանելը կամ աղոթքը քահանայի, որի միջոցով փոխանցվում է անտեսանելի աստվածային զորություն։ Կյանցնենք առաջ։ Ուրեմն Եդեմի պարտեզը եւ առաջին մարդկանց երջանիկ կյանքը։ Երևի այս նախորդ կիրակի դուք այս մասին շատ լսել եք, եթե պատերակներին մասնակցել եք, որտեղ բումբարե կենթան էր, նաև այդ կիրակին կոչվում է Ադամի մուտքը դրախտ։ Ասացիչում կարդում ենք, որ Աստված իր ստեղծած աշխարհում տնկեց Եդեմի պարտեզը, մի հրաշալի վայր, որտեղ Ադամը եւ Եվան առաջին տղամարդը եւ կինը ապրում են երջանիկ, երբեք չէին վիճում միմյանց հետ, այսպես պարզ բառերով է սա գրված, սիրում էին միմյանց եւ պաշտում էին Աստծուն, հնազանդվում էին նրան միշտ, չունեին տխրության եւ ոչ մի առիթ եւ անմահ էին։ Ամենամեծ պարգևը անմահությունն էր։ Մահ չկար։ Հավիտենական կյանք։ Սա
մեծագույն բանն է, որ իրենք զրկվեցին, իսկ հավիտենական կյանքը ենթադրում է Աստծո հետ միասին կյանք, Աստծո հետ ներդաշնակ, տիեզերքի հետ ներդաշնակ, բնության հետ, ասենք, ներդաշնակ, միմյանց հետ ներդաշնակ, որպես ամուսնական զույգ, այն աստիճան, որ ասում են մերկ էին եւ իրենց մերկությունից չէին ամաչում, որտեվ չունեին ամաչելու բան, իրենց մարմինները, իրենց ցանկությունները իրենց համար լիովին կառավարելի էին եւ ներդաշնակ Աստծո կամքի հետ։ Այսինքն ես խոսում եմ, սա եկեղեցին միշտ հետևություն է արել Սուրբ Գրքի տեքստից, որտեղ շատ բան գրված չէ բաց տեքստով, փակ տեքստով է գեղեցիկ բանաստեղծական, բայց եկեղեցին միշտ ավանդաբար այս հետևությունները արել է։ Սա մի երանելի կյանք է, որը մարդը կորցրեց հետո մեղքի պատճառով։ Իսկ կորուսյալ դրախտին վերադառնալու մարդկության ձգտումը եւ փորձը իրականության մեջ ամբողջ քրիստոնեության իմաստը եւ նպատակն է։ Ոնց որ ասում մնացած ամեն ինչ մեկնաբանություն է։ Այսինքն ինչպես անել, որպեսզի վերադառնանք այդ Եդեմի պարտեզի երանելի վիճակին։ Թումանյանը ասում է վերադառնանք մեր հոր տուն։ Այո, եկեղեցում էլ այդ ձևակերպումը կա, երկնային հայրենիք վերադառնալը։ Լավ, ուրեմն այստեղ գործնական աշխատանք, սա արդեն երեխաները աշխատելու ժամանակ, ընթերցել Ծննդոց երկրորդ գլուխը եւ քննարկել, ձեզ էլ խորհուրդ կտայի այսօր ընթերցել այս երկրորդ գլուխը շատ դանդաղ, երկրորդ եւ նաեւ երրորդը եւ աղոթքով ընթերցել։ Աստվածաշունչը նաեւ աղոթքի համար է։ Հայր մերով սկսել, դանդաղ կարդալ եւ ողջույն քեզ Մարիամ եւ փառքոր այդպես ավարտել, ինչ ենթադրություններ, ինչ գաղափարներ կարող է քաղել այս պատմությունից։ Գիտեք, շատ խորն է իրականության մեջ, մի նայեք, որ ինքը շատ պարզ լեզվով է գրված։ Հայրով, ես իմ հետ հիմա բերել եմ նաև այդ դասագիրքը, որ ես ձեզ ասացի, 5-րդ դասագիրքը եկեղեցու պատմության, որտեղ ամբողջ Աստվածաշունչը, աշխարհի եւ մարդու արարումը, այսպես վերնագրերով կան։ Գիտեմ, ես ծանոթ եմ այդ գրքին, ունեմ, տեսել եմ։ Ուզում եմ ասեմ, գիրքն էլ բավականին հաջողված է այդ գիրքը, երեխաներին մատուցելու համար հաջողված գիրք է։ Արդեն հանեցին կիրառությունից էլ, արդեն դպրոցից էլ հանեցին եկեղեցու պատմությունը։ Բացի դրանից ինքը դասի կոնտեքստի մեջ է ընկալել երեխաների կողմից։ Հիմա որ այդ նույն պատմությունները մի քիչ այլ կերպ, տարբեր ռակուրսից, այսպես ասենք, նայած տեսանկյունից, տարբեր բովանդակության մեջ նստենք, վերլուծենք, երեխաների համար միշտ օգտակար է։ Դու գիտեք, սա երբ որ մենք խոսում ենք Սուրբ Գրքի պատմությունների մասին, դրանք միշտ առօրեական, այսինքն միշտ արդիական են ներողություն։ Եվ միշտ նույնիսկ մենք մեծերս միշտ քաղելու բան ունենք այդ գրքերից։ Տեսեք, մենք ձեր հետ միասին ընթացքում, եթե դուք հարատևեք այս դասընթացի մեջ եւ մնաք, ունենալու ենք հոգեվոր կրթության պահեր։ Մենք քահանաներս օրինակ եւ վանականները, նաեւ աշխարհականները, ովքեր շատ ակտիվ են եկեղեցական կյանքում, արևմուտքում այդ սովորությունը կա։ Տարվա մեջ գոնե 1-2 անգամ զատկից եւ սուրճունից առաջ հոգեվոր կրթության օրեր ենք անցկացնում։ Ինչ է դա նշանակում։ Օրինակ, վերցնում ենք այս տեքստը, հա, Ծննդոց գրքի 2-րդ գլուխը։ Եվ ընթերցում ենք շատ լուր լռության մեջ, նշումներ ենք անում, թե ինչ վերցրեցինք, ինչ հասկացանք, ինչ տվեց ինձ այսօր այդ հատվածի ընթերցումը։ Եվ հետո միմյանց հետ կիսվում ենք։ Սա ընդհանրապես մի ձևն է հոգեվոր կրթության։ Միմյանց հետ կիսում ենք մեր մտքերի մասին։ Սկզբից, բայց 1 ժամ հնարավոր է, ասենք, 2 տող ընդհանրապես հոգեվոր կրթության դասավանդող, այդպես ասենք, հա, բանախոսը, մենք ասում ենք վարողը։ 2 տող է տալիս, ասում է 1 ժամ մտածեք այս տողերի վերաբերյալ։ Մենք չենք ասի, թե ես այս տեքստը կարդացել եմ 10 տարի առաջ, ինձ ծանոթ է, հարցը ստեղ գիտելիքը չէ, հարցը ապրումն է, որտեղ սա կենթանի խոսքն է Աստծո։ Պողոս առաքյալը ասում է Աստծո խոսքը երկսայրի սրի նման է, որ հատում կտրումը հասնում է մինչև մարդու ոսկորները։ Հետաքրքիր խոսք է, այսինքն
ինքը միշտ Աստծո խոսքը նաև արարող խոսք է։ Մենք ընթերցում ենք Աստվածաշունչը, բայց դե հավատքով ես կարդում, ինքը քո մեջ այդ պահին քեզ դարձում է նոր մարդ, անընդհատ վերստեղծում է քեզ, նորից արարում է։ Աստծո խոսքը պարզ մեռած տարերի շարան չէ, դա կենթանի մարդուն վերափոխող խոսք է։ Դրա համար եկեք այս ամենին նայենք մի բան, որ ոչ թե մենք արդեն գիտենք, ծանոթ ենք։ Ես հասկանում եմ ձեր երկար փորձառությունը, որը շատ հարուստ եւ արժեքավոր է, մեզ պետք է դա։ Բայց նայեք մի բանի, որ ոնց որ ասենք ամեն օր մենք ինչպես կընդունենք հաճույքով արևի լույս օրինակ, հա, պայծառ եղանակը։ Ամեն անգամ գարուն է ասում, ոչ չենք ասի, անցած տարի տեսել ենք, դե հասկացանք, գիտենք գարուն ինչ բան է, բայց ապրումն է ուրիշ։ Դե կարողացա, չգիտեմ, միտքս բացատրել։ Հասկացանք, հասկանալի է, շատ բարձ ասացիք։ Շատ բարձ ասացիք։ Ման օրինակը իրոք հրաշալի էր։ Չէի մտածել, բայց իրոք ամեն տարի ուրիշ զգացմունքներով Նոր կարոտով ես, այո, հենց այդ ձև պետք է կարդալ Աստվածաշունչը։ Ինչու աշխարհն այլևս այնքան լավ չէ, որքան այն ժամանակ, երբ ստեղծվեց։ Այսինքն հիմա երկրորդ գլուխն ենք ուսումնասիրում, պատկերացրեք, Աստվածաշունչի Ծննդոց երկրորդ, ամեն ինչ շատ լավ է, հանկարծ հետո ամեն ինչ դարձավ վատը։ Ինչու՞։ Մեղքի լավը չէ նկատի ունի, այո, մեղքի պատճառով։ Մեղքի պատճառով, մարդու մեղքի պատճառով։ Շատ լավ։ Լավ, եկեք մի անգամից անցնենք, հա, մեղքի պատճառով աշխարհը դարձավ վատը, բայց ի սկզբանե ստեղծված էր շատ լավ։ Աշխարհը մեծ քաոսի մեջ է, որտեղ մարդիկ անդադար չարիք են գործում։ Այդ չարիքը մենք անվանում ենք մեղք։ Մարդը չի կարողանում այլևս միայն բարիք գործել եւ հաճախ մեղք է գործում։ Չի կարողանում, որտեղ արդեն մեր մարդկային բնության մեջ այս մեղավոր հակումները խորացել են, սողոսկել է մեղքը։ Առաջին մեղքը գործեցին Ադամի եւ Եվան։ Նաեւ չի ուզում։ Դե հարցը այն է, որ տեսեք, Պողոս առաքյալը մի հետաքրքիր խոսք ունի, ասում է. ես միշտ անում եմ այն, ինչ որ չեմ ուզում կատարել։ Այսինքն նշանակում է, որ մենք որպես մարդ բոլոր սրբերն են այդպիսի խոսքեր ունեն։ Ասենք Նարեկացին օրինակ վերցնենք, ամբողջ իր մատյանը խոսում է այն մասին, որ մարդու բնությունը արդեն իսկ թուլացած, տկարացած է նախնական մեղքի, այդ նախնական անհասանդության պատճառով։ Եվ մենք իրականության մեջ ուզում ենք անել սրբի նման ապրել, բայց չենք կարողանում։ Անընդհատ պայքարի մեջ ենք մենք մեղավոր հակումների դեմ։ Եվ Պողոս առաքյալը ասում է, հենց դրա համար ասում է, երբ որ ես տկար եմ, այն ժամանակ եմ ես ուժեղ, որովհետև հենց իմ տկարության մեջ է, որ Աստված սկսում է գործել, այսինքն Աստծո զորությամբ եմ ես հզորանում։ Եվ ինչ որ եմ, ասում է, Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ։ Եվ նաև ասում է, Աստված ինձ տվել է մի մշտական խայթոց, հա, իր տկարություններից մեկի մասին է խոսում, շատ բայց փակ տեքստով, հա, որին ամբողջ կյանքում ուղեկցում է եւ հիշեցնում է իմ տկարության մասին։ Եւ ասում է, բայց հպարտ եմ դրանով, որտեվ երբ որ ես տկար եմ, այն ժամանակ Աստծո զորությունը ինձանով երևում է։ Բացատրում է այս ամենի իմաստը։ Լավ, ուրեմն Ծննդոց 3-րդ գլուխ, մեղսագործության պատմությունը դուք իհարկե գիտեք, բայց եկեք մի հատ այլ թարմ հայացքով այսել նայենք ու ավարտենք, հա։ Օձը խաբում է կնոջը եւ առաջարկում ուտել արգելված պտուղը, ասելով թե չեն մեռնի։ Իհարկե դստեմ խոսքերը ստեղ ունեմ, լավ։ Հիշում եք թե ինչ ասաց օձը կնոջը, երբ որ մոտեցավ։ Ասաց որ արգելված պտուղը եթե ուտեք, դուք Աստծո նման կդառնաք, դուք կիմանաք ավելին, ինչ ձեզնից պահված էլի։ Բացվեն ձեր աչքերը, կիմանաք չարը ու բարին եւ կլինեք ինչպես Աստծո նման։ Ոչ թե Աստծո նման, բառացի թարգմանությունը, ահա, բառացի թարգմանությունը կլինեք ինչպես Աստվածներ։ Ինչպես Աստվածներ, այո։ Աստվածներ հոգնակին շատ կարևոր է ստեղ, այսինքն ամեն մարդը ինքն իրեն կպատկերացնի որպես Աստված, ոչ թե մեկ Տեր Աստծու նման, որը բոլորիս կոչումն է, այդպես չի ասում է կլինեք
ինչպես աստվածներ։ Եվ սա հիշեցնում է այդ ժամանակվա հեթանոսական կրոնների բազմաստվածությունը եւ նաեւ մարդու մոլուցքը մղումը ինքն իրեն պատկերացնելու որպես մի փոքրիկ աստված ամենակարող։ Մեծ հպարտություն է գուցե, առաջի մեղքը հպարտությունը։ Դե այդ հպարտությունը ասում են այդպես, հա, բայց հասկանանք ինչ է հպարտություն։ Այդ հպարտությունը հենց սեփական անձը մեծ պատկերացնելու ավելի վեր դասելու այդ հակումն էլի, քո անձը ավելին կարծել, քան կաս։ Այո։ Տերոսը, ահա։ Ես այս հարցը տվել եմ Հայր Անտոնին, հարցը մնացել է մեջս, պատասխանը մոռացել եմ, չի մնացել։ Երեխեքն էլ նույն հարցը կարող են տալ։ Դրախտի մեջ ինչ գործ ուներ չարը, ինչպես կարողացավ չարը մտնել դրախտի մեջ, որ հետո օծի կերպարանքը օծի միջոցով կարողացավ փորձի ենթարկել Ադամին եւ Եվային։ Չէ որ օծը կամ այդ չարը Աստծո հրեշտակներից է եղել, ով հպարտության պատճառով հեռացել է Աստծուց եւ դարձել է սատանա, չէ։ Այո, Աստծո ասակերտներ, ով անկյալ հրեշտակ, անկյալ հրեշտակ էր, ով ապստամբեց դուրս եկավ Աստծո դեմ եւ դրա համար սատանա դարձավ։ Բայց հաստատ Աստված այդ հրեշտակին դրախտի մեջ չգցեց։ Դրախտից դուրս էր ինքը գտնվում։ Սպասեք։ Արարված եւ չարարված եւ դա ոչ թե Աստված նրան մեղսագործ էր ստեղծել, այլ գուցե արարման մեջ էր կիսատ մնացել, չարարված էր։ Ասել դա կիսատ մնացել է, դա մեր ենթադրություններն են, բայց այդ պատմությունը տեսեք հայտնության գրքի ասացի։ Ես իմ անկալումը ասացի, էլի։ Պարզ է, հիմա խոսում ենք, բոլորս ազատ ենք խոսելու, շատ շնորհակալ եմ ձեր կարծիքների համար։ Տեսեք, ինչ որ այդ ինչ որ դուք հարցնում եք, սա ենթադրում է, դուք հարցնում եք 21-րդ դարում ապրող մարդու տեսանկյունից։ Եվ հարցնում եք, ոնց որ պատկերացրեք, պատմաբանը օրինակ, հա, փորձի պատմական տեղեկություններ գտնել ինչ որ բանաստեղծության մեջ։ Չկա։ Չէ ոչ թե չկա, այլ դժվար է, տրված է, հասկանում եք, ինչ որ Աստված ցանկացել է մեզ փոխանցել այդ գրքի մեջ, արդեն տվել է։ Բայց դա անիմաստ է այդ հարցի հետևից գնալ, ինչու՞։ Ասեմ իմ տեսակետը, որովհետև հայտնության գրքի մեջ այո այդ պատմությունը կա, որ Դևը վիշապը վտարվեց, երկնքից մեծ պատերազմ եղավ, չէ, Միքայել հրեշտակապետի գլխավորությամբ վիշապը վտարվեց եւ վերջնական գեհեն դժոխք պիտի նետվի Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ։ Հիմա իրան տրվել է որոշակի ժամանակ, ես խոսում հայտնության լեզվով։ Եվ այդ ասում է 1000 տարի։ Չգիտենք 1000 տարին ինչքան է, բնականաբար վաղուց անցել է 1000 տարին, հա։ Որոշակի ժամանակ երկրի վրա որոշակի իշխանություն ունենալու եւ Հիսուս ասում է այս աշխարհի իշխանը հիմա դուրս պիտի նետվի իր շրջանակների ժամանակ է սատանան է, չէ։ Նաեւ այլ միայն ինքն է այս աշխարհի իշխանը չարն է, սատանան է, որովհետեւ իշխում է մարդկանց վրա, հենց առաջին իշխանության սկիզբը եղավ Եդեմի պարտեզում մարդու վրա իշխանություն բանեցնելը, բայց թե հիմա ձեր հարցը դին կարան է նման է նրան, թե ավելի շատ ուզում եք ասել, թե ինչու է Աստված թույլ տվել, որ սատանան սողոսկի դրախտի պարտեզ, սրան է տանում, այսինքն ավելի ընդհանուր է ասենք, ինչու Աստված թույլ տվեց, որ այդ չարիքը տեղի ունենա։ Սա հիմնարար հարց է, որ մարդկային պատմության մեջ միշտ այս հարցը հնչելի, ինչու Աստված թույլ տվեց դա։ Հիմա ես փորձեմ դրան պատասխանել այնպես ինչպես եկեղեցին է պատասխանում, հա։ Չարիքի գոյությունը Աստծո ուղղակի ուղիղ կամքը չէ։ Աստված հանդուրժում է չարի գոյությունը։ Ինչու առաջին հերթին Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով։ Ազատությունը մեծագույն պարգևներից մեկն է Աստծո տրված մարդուն մի պարգև, որով մարդը նմանվում է իր արարչին Աստծուն։ Որտեւ Աստված լիակատար ազատ է, չէ՞։ Եթե մենք խոսում ենք բանականության մասին, բանականություն ենթադրում է ազատ որոշում կայացնելու կարողություն, վերլուծելու կարողություն։ Մենք ռոբոտներ չենք։
Եթե Աստված մարդուն տվել է բանականություն, նշանակում է ուզում է, որ մարդը ունենա ազատություն եւ ազատ որոշում կայացնելու կարողություն ունենա։ Նա տեսեք, Սուրբ Գրքի պատմությունը մեզ խոսում է այն մասին, մեզ բացատրում է ճշմարտություն, որը դժվար է ընկալել, բայց հետեւյալն է, որ ամբողջ տիեզերքի որակը, կյանքի որակը տիեզերքում կախված է մարդ-Աստված հարաբերությունների որակից, կամ ավելի պարզ եթե ասենք, մարդու կատարած ընտրություններից, բարոյական որոշումներից է կախված։ Տեսեք, մարդու մեղսագործությունից հետո Կայենի Աբելի այդ պատմությունից հետո, երբ որ Կայենը սպանեց Աբելին, Աստված անիծեց, ասում է, երկիրը, տեսեք, երկիրը, որ ասում է բացեց իր բերանը, կուլ տալու համար, ասում է, քո ձեռքով թափված եղբորդ արյունը։ Այսինքն Կայենի կատարած անբարո քայլի պատճառով անիծվեց, Աստծո անեծքին ենթարկվեց ամբողջ երկիրը, ամբողջ տիեզերքը, իր կյանքի որակը, տեսեք, դրախտի պարտեզի մեջ մահ գոյություն չուներ, նույնիսկ կենդանական մահ չկար։ Առաջին մահը եղավ, երբ որ կաշվե կենդանական մահվան մասն է խոսքը, կաշվե հագուստ պատրաստեց եւ հագցրեց Ադամին ու Եվային, իսկ որպեսզի կաշի լիներ, պետք էր կենդանի սպանվեր, չէ՞, պետք է սպանվեր զոհ։ Առաջին կենդանական զոհը դա է։ Իսկ մարդկային զոհը անշուշտ Կայենի եւ Աբելի սպանությունն է։ Ուրեմն նույնիսկ մահ չկար։ Եսայու մարգարեությունը, որ կարդում ենք, սա հիշեցնում է մեզ այդ յաների կյանքի վիճակը եւ վերափոխված տիեզերքի մասին է խոսում Եսային, ասում է գայլն ու գառը միասին պետք է արածեն։ Արյուծը ասում է խոտ պիտի ուտի։ Պատկերացնում եք գազանները, այսինքն գիշատիչ գազանները, ասում է ոչ թե մյուս կենդաներով պիտի սնվեն, Եսայու մարգարեության մեջ են կարդում, այլ ասում է միասին խոտ պիտի արածեն։ Սա մի քիչ շատ երևի հեռացա, բայց ուզեմ ասել, որ մարդու բարոյական որոշումները շատ առանցքային կարևորություն են Աստվածաշնչում, ոչ միայն մարդկային կյանքի համար, այլ ամբողջ տիեզերքի որակի համար։ Հիմա տեսեք, Աստված մարդուն թողել է իր ազատության սահմաններում։ Եվ եթե Աստված ենթադրենք, որ չթողներ, որ չարիք գոյություն ունենար, հա, մարդը մեղք չգործեր, այդպես ասենք։ Սատանային չթողներ, որ մտներ դրախտի, այո, պարտեզը, նշանակել որ մարդը պիտի դառնար ռոբոտ կամ խամաչիկ։ Խաղալիք։ Աստված այսինքն ամեն ինչ մարդուն պետք է մատուցեր սկուտեղի վրա, մարդը պետք է լիներ չմտածող էակ, նշանակում է մարդկային արժանապատվության հանդեպ Աստծո կողմից Աստված գիտեք հարգում է մարդու ազատությունը, որովհետև սերը հենց դա է, հարգել դիմացինի ազատություն։ Եթե մենք ասում ենք Աստված սեր է, նշանակում է ստեղծել է մեզ ազատ որոշում կայացնելու համար, որովհետև սիրում է մեզ։ Ճիշտ ասած, Հայր Անտոնը մեզ բացատրեց այդ մասին, որ եթե չարիք չլինի երկրի վրա, աշխարհի վրա, ապա մարդիկ ազատ կամք չեն ունենա, ազատություն չեն ունենա, դրա համար դե նույն բանն է։ Ես հակառակը կասեի, այսինքն չարիք կա, որովհետև մարդը ազատ կամք ունի։ Ուղղակի այստեղ իմ հարցը նրանումն էր, ինչից է առաջ եկել, որովհետև դրախտը եւ չարի ներկայությունը մի տեսակ անհամատեղելի են։ Դրանից է որովհետև չար ուզում է փչացնել Աստծո ամբողջ արարչագործությունը, հենց այստեղ է դրամատիկ պատմությունը սա է։ Չարը ամենտեղ սողոսկում է։ Եթե մարդուն մոտենա, այսինքն մարդն է կարևոր թե դրախտի պարտեզ։ Եթե պատմությունը այն է, որ չար ուզում է մարդուն գցել մեղքի մեջ է, մոտենում է չարին, բնականաբար Եդեմի պարտեզում էլ պիտի լինի։ Միայն մի տեղ կա, որ չարը չի կարող լինել, եւ դա հենց դրա համար էլ նաև այդ իրականությունը ավելի բարձր է դրախտից, դա Աստծո արքայությունն է, որտեղից ինքը վաղուց վտարվեց, որպես ապստամբ հրեշտակ։ Հասկացա, այս վերջի նախադասությունը արդեն կարգի դրեց, կարգի մեջ, իրոք, որ երկնային արքայությունը եւ դրախտը տարբեր բաներ են, այո։ Բայց դրախտը նկարագրում է որպես աշխարհագրական վայր, 4 գետերի անուններ է տալիս, որոնցից երկուսը մեզ Հայաստանի 4 գետերի շրջակայքում։ Մի ուրիշ բան էլ, հա, տեսեք, Կայենը սպանեց Աբելին,
Այսինքն բարին զոհվեց, չարը շարունակեց իր իշխանությունը, հետո չարի ծնունդ եղան մարդիկ։ Դրա համար էլ գուցե այսօր աշխարհը չար է Սեթը ծնվեց Սուսանա, Սեթին մի մոռացեք։ Կայենից եւ Աբելից հետո ծնվեց Սեթը, որի սերունդի մասին այդպես բացասական չի գրված, ինչպես Կայենի սերունդի, բայց բոլորը մեղք գործեցին, բոլորը։ Թե Կայենի սերունդը, թե Սեթի սերունդը, միակ արդարը Նոյն էր, բայց Նոյի որդիները եւս մեղք գործեցին, առաջինը Քամն էր, չէ՞։ Կատարյալ չէին ոչ ոք, մեղքը ջրեղից հետո շարունակվեց։ Դրա համար Աստված ուխտ է կնքում անընդհատ ժողովրդի հետ, պարբերաբար ուխտ է կնքում։ Այդ ուխտը պետք է վերադարձներ ժողովրդին Աստծո մոտ։ Այդ սկզբից այդ մասին խոսեցի, բայց այդ ուխտն էլ դրժեցին։ Ուրեմն մենք հասանք, արդեն բավական ուշ է, մի ժամ, հա։ Ես էլ կարդանք ու վերջավ։ Ծնվելիս մենք ժառանգում ենք Ադամ եւ Եվայի մեղքը։ Ադամ եւ Եվայի անհնազանդության մեղքը փոխանցվեց իրենց սերունդներին հասնելով մինչև մեզ։ Մենք բոլորս ծնվում ենք արդեն այդ մեղքը ունենալով մեր մեջ։ Դա կոչվում է ադամական մեղք։ Մենք դրանում մեղավոր չենք։ Դա մեր անձնական մեղքը կամ մեր սխալը չէ, այլ այդպիսին է դարձել մարդկային սերունդը։ Ադամական մեղքից հնարավոր է մաքրվել միայն մկրտության միջոցով։ Սա մի քիչ դժվար է երեխաներին բացատրել, մեզ համար էլ դժվար է ընկալել, ինչպես կարող ենք մենք ժառանգել անարդար է թվում, երեխայի համար դա անարդար է։ Ինքը ոչ մի բան չի արել, բայց մեղք շառանգի։ Գիտեք, սա այսպես կարելի է պատկերացնել, որ այդ ադամական մեղքը դա մեր մարդկային բնության տկարությունն է եւ հետևանքներն են, որ մենք ժառանգում ենք։ Այսինքն մահկանացու լինելը, մեր հիվանդությունների ենթակա լինելը, մեղքի հանդեպ տրամադիր լինելը, հակվածությունը, բայց եւ սա ադամական մեղք ասվածը կարծես մեզ այսպես դարձնում է խամաճիկներ սատանայի համար։ Եվ երբ որ մենք մկրտվում ենք, մենք սատանայի դաշտից դուրս ենք գալիս, մտնում ենք Աստծո դաշտ, մտնում ենք, որդեգրվում ենք Աստուծո մոտ նորից։ Երեխաները միշտ հարցնում են, ասում են, թե եթե հիմա Ադամը այդ խնձորը չուտեր, Եվան չուտեր, չտար Ադամին, մենք բոլորս դրախտում կլինեինք։ Տրամաբանություն կա այդ ասացի մեջ, անշուշտ։ Ու երեխաները այնքան մեծ ափսոսանքով, ինչ ափսոս, ինչու կերավ։ Երեխաների մոտ կա այդ մեծ ափսոսանքը, մենք հիմա դրախտում կապրեինք։ Բայց գիտեք, այդ նոստալգիան, այսինքն կորսված դրախտը կորուսյալ, սա լավ է, որ այդպես մտածում են երեխաները, բայց հիմա ինչ որ Աստված մեզ համար նախատեսել է, դա ավելին է, քան դրախտը, դա պետք է մենք իրանց բացատրենք։ Հիմա մենք ավելի լավ ապագա ունենք, քան այն ժամանակ այդ դրախտի պարտեզն էր, որ ընդհանրապես պարտեզ էր երկրի վրա։ Ճիշտ է, այստեղ ամենակարևորը Աստծո հետ Աստծո հարգանքն է ընկայում, հավիտենական կյանքն է, ազատություն, չէ, դրա համար եք ասում, հավիտենական կյանքի համար։ Ամենակարևորը այդտեղ հավիտենական կյանքն է, որից իրենք զրկվեցին, բայց որը մենք նորից կարող ենք ունենալ Քրիստոսին հավատալով եւ եկեղեցում լինելով եկեղեցու, այսինքն հավատացյալների համայնքի լիարժեք անդամ, սնվելով Քրիստոսի մարմնով եւ արյամբ, ապաշխարելով, ինչպես այսինքն փրկության ճանապարհ ինչ որ գծել է մեզ համար Քրիստոս եւ եկեղեցին, այդպես ասած։ Այսինքն մեզ համար հնարավորությունը դարձյալ բաց է Եդեմի պարտեզից ավելի լավ տեղ գնալու։ Եվ չէ որ ասացունչը ասում է, որ ամբողջ տիեզերքը կնորոգվի մեկ ակնթարթում։ Ասում է նոր Երուսաղեմ պիտի լինի իջնի երկնքից, նոր երկինք եւ նոր երկիր պետք է լինեն։ Այսինքն դա երկրորդ գալստյան ժամանակ, չէ՞։ Քրիստոսի երկրորդ գալստյան, երբ որ արդեն մեղավոր արդար կջոկվեն, երևի արդարների համար կլինի այդ նոր Երուսաղեմը։ Այստեղ մի բայց կա, ես էլ ասեմ ու վերջացնենք, այսինքն այո, դուք ճիշտ եք, բայց դա միայն վաղճանաբանական խոստում չէ, այսինքն մենք դա չգիտենք երբ կլինի այդ երկրորդ գալուստը, բայց մարդ կարող է հայտնվել Աստծո արքայության մեջ այսօր, հա, եւ ոչ միայն մահվանից հետո, այլ մենք տեսեք, եկեղեցու 7 խորհուրդները
եւ Աստծո խոսքը։ Դրանք դռներ են, որոնք բացվում են դեպի Աստծո արքայություն, հավիտենական կյանք։ Երբ որ մենք սուրբ հաղորդություն ենք ճաշակում, մենք արդեն մեզ համար դուռ է բացվում դեպի աստվածային կյանք։ Այդ հավիտենական կյանքը մենք վերցնում ենք մեր մեջ։ Մենք Քրիստոսին վերցնում ենք մեր մեջ։ Մենք Աստվածանում ենք, ոնց որ Սուրբ Հայրերը ասում են։ Մենք մասնակցում ենք աստվածային կյանքին դեռ լինելով այստեղ։ Դա լիարժեք չէ դեռ, բայց դա, ասենք, էտապներ կան, հա, աստիճանական անցում է դեպի Աստծո արքայություն եւ դրա ամենաառաջին քայլը մեր համար վառվում է, որ ցույց է տալիս ճանապարհը։ Այո, բայց վառվում է։ Դա ոչ թե միայն լույս է, դա արդեն իրականություն է։ Սա պիտի մենք կարողանանք լավ ապրել, հասկանալ, որ Քրիստոսին երբ որ դու ճաշակում ես մարմինն ու արյունը, դու արդեն հավիտենական կյանքը ունես քո մեջ։ Դա ոչ թե խոստում է, նշան է, որ նոստալգիա է, որ մենք պիտի հիշենք կամ դա դատարկ խոստում չէ, Քրիստոսի հարությունը ինչպես արդեն իրականություն է։ Մի ճաշակումը բավական է։ Թե իհարկե, մի ճաշակում, այսինքն ինչպես կարող է դառնալ, թե դու ապրում ես հաղորդություն էի նկատի ունեմ, էլի։ Չէ, եթե դեռ ապրում ենք Քրիստոսի ճաշակումը հաղորդությունը չի։ Այո, չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ։ Եթե մենք դեռ ապրում ենք, ինչի՞ պիտի մի անգամ ճաշակենք։ Դե ամեն կյանքի սուրբ պատարագի մատուցում։ Դեր խոսքից ելնելով ես դա ասացի, որ դուք ասացիք, թե երբ որ մենք ճաշակում ենք, մի ճաշակումն էլ, հա, այո, մի ճաշակումն էլ արդեն ամբողջական Քրիստոսն է, ամբողջական նույն հավիտենական կյանքն, ուզում ես 10 անգամ ճաշակի, ուզում ես 1 անգամ, նույն արժեքն ունի։ Բայց քանի դեռ մենք ապրում ենք երկրի վրա, չի պետք ամեն պատարագի չմասնակցենք։ Ես դա նկատի չունեի, ես նկատի ունեի առաջին ճաշակումը, ինչ որ արդեն բացում է դուռ, էդի։ Իհարկե, ահա, իհարկե։ Ես չի ասում, թե մեկը հերիք է, էլի, դա չէր ասել։ Պատկերացրեք, որ կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում այդպես էլ է եղել, լինում է, չեն ճաշակել սուրբ հաղորդությունը, միգուցե ոչինչ ես մեղքով, հիմա կյանքի վերջում լիակատար զղջում են ապրել, խոստովանել են, մահվանից մի քանի րոպե առաջ ստանում են սուրբ հաղորդություն, դա իրենց միակ սուրբ հաղորդությունն է, բայց դա իրենց ապահովում է հավիտենական կյանք Աստծո մոտ, այդպես ասեմ, այդ մեկն էլ իրենց հերիք է։ Նաև սրբազան պատմությունների մեջ կա, որ եթե անգամ ոչ քրիստոնյա է ու հենց այդ պահին մեռնելուց առաջ ինքը դարձի է գալիս, ինքը ընտրում է քրիստոնեություն ու այդ պահին չկա հոգևորական, որ նրան խոստովանի։ Ուղղակի մեկին խոստովանում է, թեթևանում է, անգամ այս պարագայում ներվում է, չէ՞ Աստծուց։ Լիակատար եթե զղջում կա, անշուշտ, եթե ամենածանր հանցագործն է, եթե լիակատար զղջում ունի, դա միայն Աստված գիտի, դա ոչ ես գիտեմ, ոչ դուք, ոչ որևէ մեկը, զղջում միայն գիտի մարդ եւ Աստված։ Քահանաներ նույնիսկ տեսեք խոստովանության, որ գնում են, ինչքան էլ մարդիկ խոստովանում են, մենք իրականության մեջ չենք կարող հասկանալ լիարժեք զղջում է։ Այո, կան նշաններ, որոնք դրա մասին վկայում են, բայց նույնիսկ արտասուք կարող է խաբել, արցունք կարող է խաբել։ Հա, դերասանները լաց են լինում։ Դերասանները երբ ուզենան լաց են։ Դե կարող է դերասանություն էլ չանի մարդը, բայց այն լիարժեք զղջումը չունենա, օրինակ մեկ եկել, ասենք, աբորտի մասին խոստովանել է։ Միշտ ինչ որ մի տեղ կա, որ ինքն իրեն արդարացնում է, որ 20 տարի առաջ խելքս չէր հասնում։ Դե միայն Աստված գիտի իր զղջման չափ։ Լավ, ձեզ այսքանով երևի ասեմ բարի գիշեր, որովհետև չեմ ուզում այդ մի հարց ունեի ես, եթե կարելի է, էլի։ Խոսեցինք զղջման մասին, չէ, ասեցիք, որ եթե մարդը իսկապես զղջում է, ներվում է մեղքերը։ Եթե մարդ, օրինակ, վաղ հասակում չէ, այսինքն արդեն տարեց մարդ է ու նոր է կնքվել։ Մինչ այդ օրինակ մեղքեր գործել է ու չէ հենց մկրտվում է մարդը, իր նախնական բոլոր մեղքերից ազատվում է։ Մկրտությամբ, եթե մեծ տարիքում է մկրտվել, բոլոր մեղքերից, թե ադամական, թե գործած մեղքերից ազատվում է։ Այսինքն, եթե նույնիսկ իր արած մեղքերի համար չզղջա, ներվում են բոլոր մեղքերը, թե ոչ։ Այո, ներվում են։
Բայց Բա ուրեմն այստեղ մի բայց կա, ցանկալի է որ այստեղ ավելի մի ուշ բայց կա, մկրտի չէ։ մասը։ Չէ, հենց այդ էի ուզում ասել, այսինքն մկրտության պետք է նաև պատրաստվել։ Այդ զղջումը, եթե մարդ հասկանում է, թե ինքը մկրտությամբ իրեն մեղքերը ներվում են, այդ զղջումն էլ այդտեղ կարևոր է։ Այսինքն շատ կարևոր է, ել եմ ասում, դա մի բան է, որ մնում է իր եւ Աստծո միջև, բայց չի նշանակում, որ եթե մենք տեսնում ենք, որ մեկը չի զղջում, լիակատար զղջում չունի իր կատարած մեղքի համար, չի կարելի մկրտել։ Այդպիսի բան չկա, այսինքն մենք մկրտում ենք։ Այլ հարցեր, որ գալիս են խոստովանելու, խոստովանության ժամանակ տեսնում ենք, որ լիակատար զղջում չկա, այդտեղ մենք պարտավոր ենք նույնիսկ չարցակել, այսինքն չաղոթել մեղքերի ներման համար, ասել գնա եւ մտածի, կզղջաս, հետո նոր կգամ, որպեսզի լիարժեք բովանդակալից լինի այդ խոստովանությունը, իմաստ ունենա։ Բայց մկրտության Այսինքն գալիս են ժամանակ մի պատմություն պատմելու։ Գալիս են, որ մի բան պատմեն։ Դե այդպես էլ չէ, այդպես քիչ է լինում, Տիկին Սուսաննա, այդպես գիտեք երբ է լինում, երբ որ օրինակ, հա իմ փորձառությամբ ասեմ, երբ որ ես զույգերին պսակելուց առաջ պատրաստում եմ, ասում եմ, որ պարտադիր պետք է խոստովանեք, դե չեմ պսակի։ Իրանք էլ պսակվելու խաթեր, այդպես ասեմ, հա, ոմանք ասում են, հա ինչ ասես կանեմ, կպսակվեմ։ Բայց գալիս է խոստովանելու, ինքը չունի խոստովանելու բան։ Ստիպված ես օգնում եմ, հարցեր եմ տալիս, այդ հարցերի մեջ կան մեղքեր, որոնց ինքը իսկապես զգում եմ, որ զղջում է, կան մեղքեր, որոնց մասին լիակատար պատկերացում էլ չկա, զղջում էլ չկա։ Այդ դեպքում է լինում դա, այսինքն արհեստական դառնում է, երբ որ քահանան է հարցեր տալիս ստիպված։ Բայց սրա համար պետք է նախապես անցնել որոշակի նաև դասեր, պատրաստություն, պետք է հասկանան, թե մեղքը ինչ է, խոստովանությունը ինչ է։ Սովորաբար այդպես զուտ արձանագրության համար չեն գալիս, էլի խոստովանության, դա այդպես չի լինում։ 1000-ից մեկ, ասում եմ, այդ երբ որ ես եմ, ասենք, քահանան ստիպում է, որ պիտի խոստովանես, այդտեղ կարող է որոշակի արհեստական բան լինել։ Դրա համար մենք աշխատում ենք, որ այդ ստիպումը չլինի, մենք բացատրենք, որ մարդիկ հասկանան, հասկանալով կան այդ խոստովանության։ Բայց եթե մեկը ամբողջ կյանքում, ասենք, 25 տարեկան ամուսնացել է, եկեղեցի փոքր ժամանակ մի քանի անգամ մտել է, նա որոշել է ամուսնանալ եկեղեցով, արագ-արագ ամեն ինչ ուզում են անել, մի 3-4 հանդիպում անում ենք, արագ-արագ բացատրում ենք, էլի մնում է ինչ-որ մի արհեստական բան մեջը։ Դա էլ ուզենք չուզենք։ Դրա համար մենք ունենք ձեր օգնության կարիքը, որ այդպիսի երիտասարդներ չունենանք։ Շնորհակալ եմ վստահության համար։ Բարի գիշեր, լավ մնացեք։ Բարի գիշեր։ Աստծորնի ընտովանյավ պաշտպանության կապաբինինք սուրբ աստծած իմ զաղաչանս մեր միանտես աների կարից մեր այլ միշտ պահյա եւ պահպանյա ժողովուրդս քո համենայն վտանգից եւ փորձանած կույս փարավորել եւ անօրնյալ ամեն մնացեք խաղաղությամբ եւ բարի գիշեր։ Բարի գիշեր։ Շնորհակալություն, շատ բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Գիշեր։